Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, AFL-ի շրջանակներում հերթական խաղային օրն է մեզ մոտ մեկնարկում Winter Cup-ի փոքր լիգայի կիսաեզրափակչի երկրորդ մրցավեճն է արդեն մեզ մոտ տեսնում ենք մեկնարկում, որտեղ միմյանց հետ մրցում են Պալերմոն եւ Մայցը Մայցի ֆուտբոլիստները տեսանք, որ խաղը մեկնարկեցին դաշտի կենտրոնից, նշեմ, որ առաջին դիմակայությունը ավարտվել է 4-3 հաշվով Մայցի օգտին, շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց այդ խաղում դրվագներով լի, առաջին խաղակեսից հետո 3-1 հաշվով հաղթում էին սկզբում Պալերմոյի ֆուտբոլիստները, բայց կարողացավ քամբեք կատարել Մայցի եւ հաղթանակի հասնել, հիմա առաջին հարվածը տեսանք Մայցի դարպասին, Նորայր Անդրեսյանը կատարեց առաջին հարվածը այս խաղում արդեն հիմա տեսնենք երկրորդ հանդիպումը ինչպես կավարտվի եւ ով կանցնի եզրափակիչ փուլ, որտեղ Չելսին սպասում է արդեն այս թիմերի այս զույգի հաղթողին նշեմ, որ 3 Չելսին կարողացավ դժվարին պայքարում 11 մետրանոց հարվածաշարում հաղթել Արցախին եւ անցնել եզրափակիչ փուլ, հիմա տեսնենք այս մրցավեճը ինչպես կավարտվի ի վերջո, հիմա էլ Մայցն է անցել գրոյ, այս գրոյից հետո ներկայացնեմ Կազմերը Հովանիսյան, տեսնենք հարված, բայց փակեց պաշտպանը հարվածի ճանապարհը, արդեն մեկական հարված տեսանք այս խաղում թիմերի կատարմամբ հրաշալի գրոհ տեսանք հիմա Մայցի կողմից եւ խաղի կանոնների խախտում Արսեն Հովանիսյանի հետ պայքարում Նարեկ Քալոշյանը նրա այդ պայքարում խախտեց, հիմա անցնեմ թիմերի հայտարարությունների Պալերմոյի դարպասը պաշտպանում է համար 30 Վայ Ունանյան, համար 6 Հայկ Մկրտչյան, համար 9 Կարեն Այվազյան, համար 10 Ռոման Լևոնյան, համար 13 Հովո Սադաֆյան, համար 16 Նորայր Անդրեասյան, համար 20 Գրիգոր Հովանիսյան, թիմի ավակ համար 21 Նարեկ Քալոշյան, համար 22 Ստեփան Բարության, համար 26 Արամ Մարտիրոսյան Մայցի դարպասը պաշտպանում է համար 1 Արտակ Համբարձումյանը, համար 3 Անդրանիկ Սուքեսյան, համար 5 Կարո Ավակյան, թիմի ավակ համար 7 Գեգամ Սարգսյան, համար 8 Հայկ Մկրտչյան, համար 9 Կարապետ Կիրակոսյան, համար 10 Դավիթ Պերիխանյան, համար 11 Նարեկ Սարգսյան, համար 16 Դավիթ Գևորգյան, համար 17 Ռաֆայել Կյուրեղյան, համար 18 Արսեն Հովանիսյան եւ համար 77 Վարդան Հովանիսյան։ Հիմա Պալերմոն է գրոհում, վտանգավոր կարող է լինել Լևոնյանն է գնդակով, հարկում է Սադաֆյանի հետ, Սադաֆյան փոխանցում մյուս եզր, վտանգավոր կարող է լինել, բայց Այվազյանի հարվածը չստացվեց այստեղ, անցավ գնդակը Մայցին, Ավակյան հարկում է Համբարձումյանի հետ, հրաշալի մեկնարկ են տվել թիմերը, տեսնում ենք, Ցանցավ գնդակը Պալերմոյին, Մարտիրոսյան շարժվում է առաջ, կարող է հարված լինել վերջո, հարված եղավ, բայց հարվածի ճանապարհը փակում է Մայցի պաշտպանը, շարունակում է Պալերմոն գրոհել, Քալոշյան, սնենք հարված նորից փակեցին այս հարվածի ճանապարհը եւ Կիրակոսյանն է հեռացնում գնդակը շատ հեռու, երկրորդ տեմպով հիմա կընթանա Պալերմոյի գրոհ, հիմա լեռար հարված վտանգավոր էր, բայց փրկում է Արտակ Համբարձումյանը իր թիմին եւ հիմա խաղի մրցավարը գալիս է վերջին դրվագը դիտելու Հայ մրցավարը ի վերջո որոշում կայացրեց եւ ոչինչ էլ չկա, միայն անկյունային է վաստակել Պալերմոն, առաջին անկյունային այս խաղում հարված Սադաֆյան շեղ ընթացավ Հովանես Սադաֆյանի հարվածը լավն էր այնտեղ փոխանցումը Ռոման Լևոնյանի Առաջին անկյունային է այս խաղում տեսանք արդեն մի փոքր առավելություն ունեն այս պայի դրությամբ Պալերմոյի ֆուտբոլիստները նորից հարված, բայց շեղեր
Այս հարվածը Կարեն Այվազյանը փորձեց կենտրոնից հարված կատարել, բայց նրա հարվածը չստացվեց։ Նշեմ, որ Պալերմոն քառորդ եզրափակում հանդիպեց Միլանին եւ կարողացավ հենց առաջին խաղում խաղի այդ դիմակայության ելքը վճռել, իսկ Մայնցը Ռեալ Մադրիդի արգելքը կարողացավ անցնել։ Հիմա նորից Պալերմոն է, տեսնում ենք, փորձում գրող կազմակերպել Լևոնյան հարված եւ շեղ ընթացավ Ռոման Լևոնյանի հարվածը։ Մի փոքր գոլառատ երկու մրցավեճ ստացվեց Մայնցի կողմից, առաջին խաղում 3-3 հաշիվը գրանցվեց, իսկ երկրորդ խաղում ի վերջո կարողացավ 6-3 հաշվով հաղթել Մայնցը Ռեալին եւ կարողանալ անցնել կիսաեզրափակիչ փուլ։ Այս երկու թիմերը բախվել են միմյանց, վտանգավոր է, Սարգսյանն է հեռացնում հիմա գնդակը։ Այվազյան, հարված Պերիխանյանն է փակում հարվածի ճանապարհը Այվազյանի։ Շարունակում է մնալ գնդակը Պալերմոյի մոտ, Սադաֆյան հետ է խաղարկում Մարտիրոսյանի հետ, հրաշալի անցում Մարտիրոսյանից, փոխանցում Լևոնյան, հարված եւ նորից Արտակ Համբարձումյանն է փրկում իր թիմին ապահովության համար։ Հանեց այս հարվածը մատների ծայրով Արտակ Համբարձումյանը, նորից կտեսնենք Մայնցի դարպասին անկյունային, երկրորդ անկյունային արդեն Պալերմոյի կողմից։ Ստենք Լևոնյան փոխանցում Տուգանային հրապարակ, նորից կարող էր Սադաֆյանը հարվածել, բայց Սարգսյանն հրաշալի գործում պաշտպանությունում հիմա հարակ կարող է հակագրել Մայնցը, Հովանիսյան, բայց մի փոքր այստեղ պահեց իր մոտ գնդակը, Ավագյան Արագ խաղարկեցին նորից գնդակը, հրաշալի անցում հիմա էլ Կիրակոսյան, բայց բարձր է հարվածը Կարապետ Կիրակոսյանի։ Հիմա էլ Մայնցի գրողներից մեկը տեսանք, բայց ի վերջո եզրափակումը արդյունք չտվեց Կարապետ Կիրակոսյանի։ Տեսնում ենք, որ արագ գոլ չտեսանք հենց մեկնարկում այս խաղի, բայց խաղի տեմպը շատ բարձր է, փոխնիփոխ գրողներ ենք եւ հարվածներ ենք տեսնում թիմերի կատարման, մի փոքր առավելությունը Պալերմոյին է, նորից նրանք են գրոհում եւ հարված նորից փակեցին այս հարվածի ճանապարհը, Կիրակոսյանն է հիմա էլ պայքարում գնդակի հետ եւ խլում է գնդակը, բայց պաշտպանը կարողացավ Պալերմոյի այստեղ հրաշալի գործել։ Պալերմոն է անցել գրոյի Անդրասյան, հիմա էլ գեղեցիկ պաշտպանվեց եւ խլեց գնդակը Գեգամ Սարգսյանը, հիմա էլ Մայնցն է անցել գրոյի Ավագյան, ձախեզրում է, փոխանցեց Հովանիսյանին, լավ թողեց այստեղ Հովանիսյանը գնդակը Պերիխանյանին, Կիրակոսյան եւ հայտնվեց խոտածածկին այստեղ Կարապետ Կիրակոսյանը։ Տեսնենք ի վերջո գնդակին կարծես թե խաղաց այս դրվագում Արամ Մարտիրոսյանը, մրցավարը հենց այդ որոշումը կայացրեց, կարծես թե Şu vasıtamın değil İngiliz.
Ամեն ինչ կարգին է, շարունակվում է հանդիպումը, Պալերմոն է փորձում նորից հերթական գրողներից մեկը կազմակերպել։ Մկրտչյանը խաղարկեց այստեղ գնդակը Մարտիրոսյանի հետ եւ շարժվում է առաջ Մարտիրոսյանը։ Հովանեսյան տեղափոխվել է ձախ եզր, հրաշալի փոխանցում, բայց պաշտպանը հեռացնում է գնդակը։ Տասը րոպե արդեն անցյալում է այս խաղից, դեռ 0-ներ են մեզ մոտ, հիմա Մայնցն է գրում, բայց Կիրակոսյանի փոխանցումը լավ կարդաց այստեղ Մկրտչյանը, Սարգսյանը մի փոքր ուժեղ փոխանցեց Հովանեսյանին։ Պալերմոն է անցել գրոյի հիմա, Սադաֆյան թողնում է գնդակը Հովանեսյանին, հրաշալի անցում Հովանեսյանից, տեսնենք նորից անցում, Հովանեսյան փոխանցում գերազանց հարված կատարեց վերջում էլ Անդրեասյանը, բայց թույլ էր Նորայր Անդրեասյանի հարվածը, այստեղ հանգիստ վերցրեց գնդակը Համբարձումյանը և ուղարկեց առաջ, հիմա էլ Մայնցն է անցել գրոյի, Հովանեսյան, տեսնենք կենտրոնում է Արսեն Հովանեսյանը։ Նշեմ, որ հիանալի հանդիպում անցկացրեց Արսեն Հովանեսյանը անցած խաղում, հետրիկի հեղինակ դարձավ, մեկ անգամ էլ ասիստ կատարեց, 4 գոլերից 3-ը նա խփեց, մեկ անգամ էլ Նշան Մարկոսյանը աչքի ընկավ, վերջինս այսօր չի մասնակցի այս հանդիպմանը, նա էլ կարևոր օղակ է հանդիսանում իր թիմում։ Երկու գոլերը խփեց Հովանեսյանը 11 մետրանոցից, մեկը գրոհից, նորից տեսնում ենք ակտիվ է գործում խաղադաշտում այսօր էլ Արսեն Հովանեսյանը։ Տեսնում ենք դաշտի կենտրոնում թեժ պայքար է ընթանում։ Անդրեասյանն է գնդակով եկել է աջ եզր, փոխանցում, բայց չստացվեց ի վերջո Նորայր Անդրեասյանի փոխանցումը այստեղ։ Տեսնում ենք, որ դաշտ դուրս եկավ Ռաֆայել Գյուղեղյանը, տեսնենք ինչ խաղադաշտում նա անի այս րոպեների ընթացքում, ինչ ակտիվություն կմտցնի, հիմա Պալերմոն է անցել գրոյի, Քալոշյան մտնում է Տուգանային հրապարակ և փոխանցում համառ պայքարում ի վերջո Գեղամ Սարգսյանը կարողանում է փոխանցման ճանապարհին կանգնել և վերահաս գոլից ինձ թվում է փրկել իր թիմին, հիմա էլ Տուգանային է վաստակել այստեղ Մայնցը, Կիրակոսյանն է գնդակի մոտ, տեսնենք Մայնցի ստանդարտը ինչպես իրացնի Կարապետ Կիրակոսյանը, սուլի չկա, Կարապետ Կիրակոսյան ուղիղ պատին հարվածեց Կիրակոսյանը, բայց մնալու է գնդակը Մայնցին։ Հանգիստ հետ խաղարկումներով
Խաղարկեցին գնդակը, հիմա էլ սխալվում է Գյուրեղյանը աչքի եզրում այստեղ։ Պալերմոն է նորից անցնում գրոյի, Այվազյան հրաշալի էր, Սադաֆյանի հետ լավ համագործակցեց, կայտրոնում է հիմա Այվազյանը, նորից Սադաֆյան հրաշալի էր, Սարգսյանը հեռացնում է, բայց մնում է գնդակը Պալերմոյի մոտ և գոլ հաշիվը բացված է 1-0, գոլ հեղինակ է դառնում Կարեն Այվազյանը։ Կարեն Այվազյան 1-0 ընդհանուր դիմակայության հաշիվն է 4-4 պաշտպանների սխալից օգտվեցին ի վերջո Պալերմոյի ֆուտբոլիստները և կարողացան այս գրոհը գոլի վերածել ընդհանուր դիմակայությունում արդեն հավասարություն է հիմա էլ տեսնում ենք երկու թիմերի խաղացողները բախվեցին իրար և խոտածածկին են Կիրակոսյանը արդեն կանգնեց Լևոնյանը խոտածածկին է, բայց ամեն ինչ կարգին է նրա մոտ և Տուգանային է վաստակել նորից Մայնցը Այս անգամ Հովանիսյանն է գնդակի մոտ, Սուլի չկա, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի, Արսեն Հովանիսյան, ուղիղ հարված վտանգավոր էր, բայց մի փոքր շեղ ընթացավ Արսեն Հովանիսյանի հարվածը և կտեսնենք հարված Հունանյանի դարպասից Պրեսինգ են ենթարկում Մարտիրոսյանին, բայց խախտեց ի վերջո կանոնները այստեղ Կարապետ Կիրակոսյանը Մենք երկար փոխանցում է լինելու, Հովանիսյան երկար փոխանցում դեպի Անդրասյանը, Անդրասյան մի փոքր չկարողացավ լավ մշակել այստեղ գնդակը և Մայնցին է լինելու եզրային նետումը Հիմա տեսնենք Մայնցը ինչպես կպատասխանի Պալերմոյի գոլին, Պերիխանյան մի փոքր շտապում է փոխանցում կատարելիս Պերիխանյանը, այստեղ էլ Սարգսյանն է հեռացնում գնդակը և Պերիխանյանը կարողացավ այստեղ լավ պայքար առաջարկել, ի վերջո պահում է իր թիմի մոտ գնդակը, Ավագյան խաղարկեց Կարապետ Կիրակոսյանի հետ, բայց չկարողացավ ֆիքսել այստեղ գնդակը Կիրակոսյանը Պալերմոն է անցնում գրոյի, Սադաֆյան ենտրոնում է, հրաշալի փոխանցում Անդրասյանին, Անդրասյան հարված և վերջին պահին դիպչեց գնդակը պաշտպանին և նորից անկյունային կտեսնենք Մայնցի դարպասին Այս պահին միայն Մայնցի դարպասին է եղել այս խաղում անկյունային Դեռ չենք տեսել հակառակ ուղղությամբ անկյունային այս փոխանցումը Լևոնյանի ուժեղ ստացվեց Այստեղ էլ խախտում Կիրակոսյանը կատարեց Այվազյանի հետ պայքարում Նորից կարծես թե երկար փոխանցում ենք տեսնելու Հովանիսյանի կողմից Հովանիսյան երկար փոխանցում Սարգսյանն է հեռացնում Նորից գնդակը Մարտիրոսյան շարունակում է մնալ գնդակը Պալերմոյին Սադաֆյան հրաշալի անցում Սադաֆյանից տեսնենք
Փոխանցում մյուս եզր դեպի Անդրեսյանը, բայց Գյուրեղյանն է հեռացնում հիմա էլ գնդակը։ Եվ հերթական գրողներից մեկը անհաջող ստացվեց Պալերմոյի կողմից։ Պալերմոն անցել է գրոյի, տեսնենք Անդրեսյան, թողնում է գնդակը Սադաֆյանին, տեսնենք հարվածել է պետք, հարված, բայց չէ հարվածեց Հովհաննես Սադաֆյանը այս իրավիճակում։ Նորից հերթական գրողներից մեկը ստացվեց Պալերմոյի մոտ, հիմա շատ քիչ ժամանակ է մնացել առաջին հակեսի ավարտին, նշեմ 1-0 հաշվով այս պայն Կարեն Այվազյանի խփած գոլով Պալերմոն հաղթում է Մայնցին, ընդհանուր դիմակայության հաշիվը 4-4 է։ Ստենք ի վերջո ինչպիսի հաշվով թիմերը կգնան ընդմիջման։ Հովհաննիսյանն է սխալվում, Ավագյան արված վտանգավոր էր, փրկում է իր թիմին Հունանյանը։ Հազվադեպ հարվածներից մեկը այս խաղում տեսանք Մայնցի կողմից, բայց շատ վտանգավոր էր Կարո Ավագյանի հարվածը եւ հիմա առաջին անկյունային են վաստակել այս խաղում արդեն Մայնցի ֆուտբոլիստները, վտանգավոր էր Հովհաննիսյանը չկարողացավ հարված կատարել այստեղ եւ խաղթում հիմա Լևոնյանի հետ պայքարում Գյուրեղյանը խախտել էր կանոնները։ Տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի Նորայր Անդրեասյանը, Սուլի չկա։ Անդրեասյան, հարված Համբարձումյանը։ Մի փոքր անհաջող հեռացրեց, բայց երկրորդ հարվածով Պալերմոյի խաղացողը շեղ հարվածեց։ Մենք Տերիխանյանն է սխալվում եւ անկյունային կտեսնենք Մայնցի դարպասին։ Այվազյանն է գնդակի մոտ փոխանցում Տուգանային ապարակ, բայց շատ անհաջող փոխանցում կատարեց Կարեն Այվազյանը, հիմա երկար փոխանցում դեպի Պերիխանյանը, բայց չհասավ այս գնդակին Դավիթ Պերիխանյանը, հրաշալի էր տեսել ձախ եզրում առաջացած Դավիթ Պերիխանյանին Արսեն Հովհաննիսյանը։ Վերջին րոպեն է ընթանում առաջին հակեսի։ Մարտիրոսյան հիմա հրաշալի գործեց, հրաշալի փոխանցում Լևոնյանին, մտնում է Տուգանային, արված Համբարձումյանը նորից փրկեց իր թիմին եւ խախտեց ի վերջո Արամ Մարտիրոսյանը այստեղ։ Մայնցի ֆուտբոլիստի հետ պայքարում փորձում էր երկրորդ հարվածով խոցել Համբարձումյանի դարպասը, բայց չստացվեց։ Այլ Մայնցն է տեսնում ենք փորձում գրող կազմակերպել
Գյուրեղյանը խաղարկում է Հովանիսյանին, Հովանիսյան փոխում է գրոյի եզրը, Սարգսյան լավ մեր փոխանցումը Գեղամ Սարգսյանի, Պերիխանյան հրաշալի նկատեց այնտեղ Գյուրեղյանին, բայց Լևոնյանը կարդաց այդ փոխանցման տարբերակը, հիմա էլ Պալերմոն է անցել գրոյի, Անդրեասյանը արված վտանգավոր էր և մի փոքր շեղ էր Անդրեասյանի արվածը և վերջ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ 1-0 հաշվով այս պահին Պալերմոն հաղթում է Մայնցին, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Վերադարձանք բարեկամներ առաջին կեսից հետո միակ խփված գոլ Կարեն Այվազյանի կողմից տեսանք 1-0 հաշվով Պալերմոն հաղթում է այս պահին Մայնցին, ընդհանուր դիմակայության հաշիվն է 4-4, հետաքրքիր առաջին կես ստացվեց մեզ մոտ, մի փոքր առավելությունը Պալերմոյին էր, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես թիմերը կանցկացնեն և ի վերջո վերջնական արդյունքում ով դուրս կգա եզրափակիչ փուլ, հիմա արագ վեր հիշենք թիմերի հայտարարությունները, Պալերմո համար 30 Վահե Ունանյան, համար 6 Հայկ Մկրտչյան, համար 7 Գրիգոր Հովհաննիսյան, համար 9 Կարեն Այվազյան, համար 10 Ռոման Լևոնյան, համար 13 Հովհաննես Սադարֆյան, համար 16 Նորայր Անդրեասյան, թիմի ավագ համար 21 Նարեկ Քալոշյան, համար 22 Ստեփան Վարության և համար 26 Արամ Մարտիրոսյան։ Մայնց համար 1 Արտակ Դամբարձումյան, համար 3 Անդրանիկ Սուքեսյան, համար 5 Կարո Ավագյան, թիմի ավագ համար 7 Գեղամ Սարգսյան, համար 8 Հայկ Մկրտչյան, համար 9 Կարապետ Կիրակոսյան, համար 10 Դավիթ Պերիխանյան, համար 11 Նարեկ Սարգսյան, համար 16 Դավիթ Գևորգյան, համար 17 Ռաֆայել Գյուրեղյան, համար 18 Արսեն Հովհաննիսյան և համար 77 Վարդան Հովհաննիսյան։ Տեսնում ենք հիմա, որ ստանդարտ է վաստակել Մայնցը այստեղ, գնդակի մոտ է Արսեն Հովհաննիսյանը։ Տեսնենք Սուլի չկա, Հովհաննիսյան արված ուղիղ դիպեցեց գնդակը պատին, շարունակվում է գրոյ Մայնցի, բայց հեռացված է գնդակը։ Այս դրվագում դեղին քարտ ստացավ Ռոման Լևոնյանը։ Գրոյացել է Մայնցը, հարված Հովհաննիսյանից առաջին հարվածը, ներեցին երկրորդ հարվածը արդեն Հովհաննիսյանի կողմից այս խաղակեսում, բայց շեղ ընթացավ, վերջինիս հարվածը Մենք որ ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը Մայնցի տղաները, հիմա նորից գրոհում են վտանգավոր էր Ունանյան։ Ի վերջո որսած գնդակ այս իրավիճակում Վահե Ունանյանը։ Լևոնյանի հետ է խաղարկում։ Հովհաննիսյան կենտրոնում է։ Լավ անցում Գրիգոր Հովհաննիսյանից, արդեն ձախ եզր եկավ։ Հովհաննիսյանը հրաշալի էր, բայց վերջին պահին մի փոքր առաջ թողեց գնդակը Գրիգոր Հովհաննիսյանը։ Էլ Մարտիրոսյանն է լավ գործում պաշտպանությունում, երկար փոխանցում Ավագյանից, բայց Հունանյանի ձեռքերի մեջ ուղիղ այդ փոխանցումը եղավ։ Պալերմոն է անցել գրոյի, հրաշալի էր, Լևոնյան ձախ եզրում է, բայց Սարգսյանն է հաջող գործում այստեղ և խլում գնդակը, ի վերջո անկյունային է վաստակում այս դրվագում Պալերմոն։
Լևոնյանն է գնդակի մոտ։ Փոխանցում Տուգանային հրապարակ, հարված Սադաֆյան գրաշալի էր գոլ 2-0։ Ոչ, ներողություն այնտեղ խախտել էր խաղի կանոնները Հովհաննես Սադաֆյանը, գոլը արձանագրված չէ, բայց գեղեցիկ փոխանցում եւ գեղեցիկ գոլ տեսանք Պալերմոյի ֆուտբոլիստների կողմից, կազմակերպած, ափսոս որ չարձանագրվեց այս գոլը, հիմա նորից անցել է Պալերմոն, Գրոյի Անդրեսյան ձախեզրում շարժվել է առաջ, Լևոնյանը հարված դարպասացողն է հիմա էլ փրկում, Մայցին հրաշալի հարված կատարեց Նորայր Անդրեսյանը, կարծես թե վերջին պահին փրկեց Արտակ Համբարձումյանը, նորից իր թիմին, նորից անկյունային կտեսնենք Մայցի դարպասին, Լևոնյան փոխանցում նորից Համբարձումյանն է հեռացնում գնդակը, հիմա էլ հերվից հարված Այվազյանից դարպասացողն է հիմա էլ փրկում, նորից Մայցին ինչպիսի հարված տեսան Կարեն Այվազյանի կողմից փրկվում է Մայցը այս դրվագում շատ վտանգավոր են տեսնում ենք այս խաղի անկյունայինները Պալերմոյի կողմից, նորից անցել է Գրոյի Պալերմոն, Սադաֆյան, ստենք այստեղ ինչ կանի, Սադաֆյան հարված և հարված ի վերջո կտեսնենք դա Համբարձումյանի դարպասից, ուղղակի ֆանտաստիկ գոլերինակ կարող էր դառնալ անցած դրվագում Կարեն Այվազյանը, ափսոս դարպասապայի ընկերը, այսպես ասած, փրկեց Մայցին այս իրավիճակում, չէ՞ է այդ դրվագը անցյալում է, այլ Մայցն է փորձում գրով կազմակերպել։ Մենք մի փոքր դժվարությամբ են իսադաշն ասնում Մայցի տղաները, տել Ավակյանը սխալվեց, բայց շտկեցին Մայցի խաղացողները իրենց սխալը, արագ խլը Պալերմոյի կողմից, Սադաֆյան կենտրոնում է, լեցին նրանից գնդակը, Հովհաննիսյան, Մարտիրոսյանը նրա այդ պայքարում լավ գործեց, Հովհաննիսյանն է հիմա էլ աչեզրում, բայց կորցնում է գնդակը, հիմա Սադաֆյանն է հայտնվել դաշտի կենտրոնում խոտածածկին։ Բայց ամեն ինչ կարգին է, ի վերջո, Սադաֆյանի մոտ խաղը շարունակվելու է, այս խաղակեսում էլ արագ գոլ չտեսանք, բայց նորից ակտիվ են գործում թիմերը, Լևոնյանն է հայտնվում խոտածածկին, դեռ խոտածածկին է Ռոման Լևոնյանը, կարծես թե Տուգանային է վաստակվում այս իրավիճակում Պալերմոն, ի վերջո կանգնում է Ռոման Լևոնյանը, բայց վիճաբանական
հարված է լինելու Սխալվում են պաշտպանությունում Վանեցի խաղացողները Սադաֆյան և ինչ էր սա Անդրեսյան հարված նորից դարպասացող Լևոնյան փրկում է հիմա Պաշտպանը Լևոնյանի հարվածից հետո այնտեղ 11 մետրանոց է կարծես թե պահանջում Ռոման Լևոնյանը և տեսնենք ինչ որոշ Մտել ես դաշտյան Հայ մրցավարը դիտեց այս դրվագը, բայց ամեն ինչ կարգին է, անկյունային է ի վերջո վաստակել այս իրավիճակում նորից Պալերմոն Եվ նորից վտանգավոր է լինելու Մանցի Տուգանային հրապարակում, որովհետև անկյունային է Մանցի դարպասին, Սուլի չկա, Լևոնյան Փոխանցում Տուգանային հրապարակ, հարված Սադաֆյանը նորից հարվածեց, ինչ էր սա, նորից դիտելու է դրվագ այս իրավիճակում, տեսնենք ձեռքով խաղ կար, թե ոչ Խաղի մրցավարը ի վերջո որոշումը կայացրել է, հիմա վիճում են նորից մրցավարի հետ Պալերմոյի խաղացողները այս դրվագի համար, բայց նորից անկյունային է լինելու Մանցի դարպասին, այսօր շատ անգամներ տեսանք Մանցի Տուգանային հրապարակում խառը իրավիճակներ 11 մետրանոցներ կարող են լինել, բայց այս պայն խաղի մրցավարը իր որոշումները ճիշտ կայացնում իմ կարծիքով և նորից անկյունային ոչ եզրային նետում է խաղալու Ենք երկար փոխանցում, հանգավոր էր նորից, այնտեղ ընկավ Սադաֆյանը նորից խոտածածկին և ժամանակը կանգնացրեց խաղի մրցավարը տեսանք նորից վտանգավոր անկյունային Պալերմոյի կողմից հրաշալի փոխանցում Լևոնյանից նորից ուղղված Հովհաննես Սադաֆյանին, Հովհաննես Սադաֆյանն էլ հարվածեց, բայց ի վերջո այդ դրվագում խաղի մրցավարը որոշեց, որ 11 մետրանոց չկար Տեսնում ենք մի փոքր երկար խոտածածկին մնաց Հովհաննես Սադաֆյանը, հիմա էլ դժվարությամբ է խաղադաշտում շարժվում Առանցքային խաղացողներից մեկն է իր թիմի կազմում Հովհաննես Սադաֆյանը, այսօր էլ շատ ակտիվ է գործում Վիճաբանական դրվագ այստեղ եղավ, անցավ Պալերմոյի գնդակը Հիմա նորից ստանդարտ է լինելու Մանցի դարպասի ուղղությամբ շատ վտանգավոր են այսօր ստանդարտները Պալերմոյի Հովհաննիսյանն է վերցրել գնդակը, կարծես թե չկա, հարված, բայց շեղ էր հարվածը Գրիգոր Հովհաննիսյանին 7-8 րոպե է նշեմ, որ հիմնական ժամանակին մեզ մնացել այս պայն 1-0 հաշվով հաղթում է Պալերմոն Մանցին, ընդհանուր դիմակայության հաշիվն է 4-4 Այս հաշվի պարագայում թիմերը կգնան այդ խաղիա 11 մետրանոց հարվածաշարի բայց դեռ շատ ժամանակ կա խաղի ավարտին տեսնենք ի վերջո ինչպես կավարտվի հանդիպումը նորից ստանդարտ հիմա փափուկ փոխանցում վտանգավոր է
հեռացված է գնդակը, այստեղ էլ Կիրակոսյանը պայքարում է եւ խլում գնդակը, ի վերջո ձախեզում է նորից Սադաֆյանն է հայտնվել խոտածածկին արդեն այս խաղում որերորդ անգամ, բայց այս անգամ շուտ կանգնեց ոտքի Անիսյան երկար փոխանցում Մանաճող գործեց Ամբարձումյանը այստեղ և գալ 2-0 Նորայր Անդրեսյան Նորայր Անդրեսյան 2-0 Հարտակ Համբարձումյանի սխալից օգտվում է Նորայր Անդրեսյանը և դատարկ դարպասը ուղարկում ընդհանուր դիմակայության հաշիվն էլ 5-4 դարձնում արդեն դիմակայությունում առաջ է Պալերմոն մեկ գնդակի առավելությամբ հիմա պարտվողի կարգավիճակում են Այնցի խաղացողները և պետք է առաջ գնալ, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել հիմնական ժամանակի ավարտին Նորից Հովհաննիսյան երկար փոխանցեց Անդրեասյանի ուղղությամբ, լավ են համագործակցում այս րոպեների ընթացքում այս երկու խաղացողները, բայց այս անգամ ուժեղ ստացվեց Հովհաննիսյանի փոխանցումը հիմա էլ կապեց Այնցի խաղացողը Անդրեսյանը չկարողացավ պահել գնդակը դաշտի գծում Կարողացան արագ խլել գնդակը Լևոնյան հարված վտանգավոր էր, բայց շեղ ընթացավ Ռոման Լևոնյանի հարվածը Սարգսյանն է մեծ շարժվել առաջ, բայց սխալվում է անմետ իրավիճակում Անդրեսյան Տոնում է Նորայր Անդրեսյանը, բայց Կիրակոսյանը նրա այդ պայքարում լավ գործեց և խլեց գնդակը Հովհաննիսյան և Պալերմոյի Հովհաննիսյանն է խախտում կանոնները Արսեն Հովհաննիսյանի այդ պայքարում հենց կենտրոնում մենք ուղիղ հարված է լինելու դարպասին Հովհաննիսյան հարված մի փոքր բարձր ընթացավ Արսեն Հովհաննիսյանի հարվածը և Իմանյանի դարպասից հարված կտեսնենք Կանգրովն է սկսում Պալերմոն Ալոշյան Կար փոխանցում դեպի Լևոնյանը նորից վտանգավոր է Ինչ էր սա Լևոնյանն է հիմա էլ հայտնվել խոտածածկին Համբարձումյանը նրա այդ պայքարում բախվեց Մենք նորից լարված է խաղադաշտում Ստուգանային հրապարակում նորից Մայնցի, կրքերը մի փոքր բորբոքվեցին, բայց այնտեղ դարպասապայինն էր իրավունքը Գնդակը հեռացնելու, խաղը շարունակում է, Համբարձումյանը հարկեց գնդակը, բայց նորից սխալվում են Մայնցի խաղացողները գրով իրականացնելիս Պալերմոն էր
Փորձում գրով կազմակերպել, ստացվեց։ Եզրային նետում են ի վերջո կորզում այս իրավիճակում Պալերմոյի խաղացողները։ Մի քանի րոպե մնաց հանդիպման ավարտին։ 2-0 հաշվով այս պահին հաղթում է Պալերմոն Մայնցին, ընդհանուր դիմակայության հաշիվն է 5-4 օգուտ Պալերմոյի։ Նշեմ, որ եզրափակչում ասում է այս զույգի հաղթողին Չելսին 3-11 մետրանոց հարվածաշարում կարողացան հաղթանակի հասնել Արցախի նկատմամբ Լևոնյան հարված փակեցին այս հարվածի ճանապարհը Ռոման Լևոնյանի Պալերմոնը անցել հրաշալի փոխանցում Սադաֆյանից փոխանցում եւ հարված կտեսնենք Համբարձումյանի դարպասից շտապում են արդեն Մայնցի տղաները Կար փոխանցում այստեղ էլ հաջող գործեց Նարեկ Քալոշյանը Մայնցը անցել է գրոյի հիմա Հովանիսյան տեսնենք լավն էր, բայց հարված չտեսանք, հիմա կարող է լինել հարված Ավակյան շեղ է հարվածը, Կարո Ավակյանին լավ պահ ունեցավ, հիմա Մայնցը այստեղ բայց չկարողացավ արդյունքի հասնել Այլ Պալերմոն էր անցել գրոյի և անկյունային էի նորից վաստակում Պալերմոն Եվություն եզրային նետում էր, երկար փոխանցում վտանգավոր է Անդրեսյան Թոքր անաջող գործեց այստեղ Անդրեսյանը Նորից հարված Համբարձումյանի դարպասից Արագ է պետք այստեղ խաղարկել վերջին րոպեներն են ընթանում մեզ մոտ Սարգսյան, բայց շատ ուժեղ էր այստեղ եղամ Սարգսյանի փոխանցումը Տեսնում ենք, որ չեն շտապում Պալերմոյի խաղացողները այստեղ, նրանք մեկ գնդակի առավելություն ունեն այս պահին ընդհանուր դիմակայությունում, բայց վտանգավոր հաշիվ է Սարգսյանը հեռացրեց գնդակը, Մարտիրոսյանն եմել հաջող գործում, կարող է հարված լինել, հարված փակեցին այս հարվածի ճանապարհը, Լևոնյան հիմա ինչպես, ստեղ փոխանցեց Հովանիսյանը, հարված Սունանյանն է փրկում իր թիմի Պերիխանյան և շեղեր, Դավիթ Պերիխանյանի հարվածը, ինչպիսի գրոհ հաց թողեցին այստեղ Մայնցի խաղացողները և այս դրվագը գալիս է ի վերջո դիտելու խաղի մրցավարը Խաղի մրցավարը իր որոշումը կայացրեց և ամեն ինչ կարգին է այս դրվագն էլ անցյալում է Ռոման Լևոնյանի սխալից այստեղ ի վերջո չկարողացան օգտվել Մայնցի ֆուտբոլիստները և գոլի արդյունքի հասնել Մրցավարն էլ ժամացույցին է նայում արդեն Ստեղ էլ փոխանցումը նորից ուժեղ ստացվեց Հովանիսյանի Արագ է պետք խաղարկել վերջին րոպեն է ընդհանուր վերջին գրողներից մեկը կարող է լինել այս խաղում Լարված վերջաբան է մեզ մոտ Աքսյան Պերիխանյանի հետ, բայց նրա այդ պայքարում լավ պաշտպանվեց Անդրեսյանը ամբողջ կազմով պաշտպանվում են հիմա Պալերմոյի ֆուտբոլիստները հիմա խլեց գնդակը Քալոշյանը և նետվում է առաջ 2-1-ի պետք է արագ մտածել փոխանցում, բայց Պերիխանյանը եկավ և հեռացնում է գնդակը կարող է հակագրոհել Մայնցը, բայց չստացվեց Մարտիրոսյանը լավ գործեց այստեղ գարժվում է առաջ Մարտիրոսյանը պահում իր մոտ գնդակը լավն էր չստացվեց
Նորից Մարտիրոսյան ինչ է անում վերջին րոպեներին։ Արա Մարտիրոսյանը հացել է գրոյի նորից Պալերմոն։ Սադաֆյան ձախեզնում է այստեղ ժամանակ է շահում Հովհաննես Սադաֆյանը եւ ձեռքին դիպչեց գնդակը ի վերջո։ Երկար փոխանցում է լինելու վերջին գրոհը։ Կարծես թե հիմա Այվազյանն է հեռացնում մի փոքր առաջ, շարունակում է Մայնցի գրոհը, Հովհաննիսյան կենտրոնում է եւ Հովհաննիսյան եւ Տուգանային հարված է վաստակում ի վերջո այստեղ Մայնցը վերջին դրվագը Լևոնյանը նորից վիճում է այս իրավիճակի համար։ Կարող է վճռորոշ լինել այս Տուգանային հարվածը Մայնցի կողմից։ Տեսնենք Հովհաննիսյանն է այս պատասխանատու պահին վերցնում գնդակը։ Սուլի չկա Հովհաննիսյան, տեսնենք Արսեն Հովհաննիսյան հարված Լևոնյանն է հեռացնում գնդակը, հիմա էլ Սադաֆյանն է ուղղակի առաջ ուղարկում գնդակը։ Հիմա Համբարձումյանն է եկել իր թիմին օգնելու։ Մարտիրոսյանը հեռացրեց նորից առաջ։ Անդրեասյան, այն գնդակը չի մնում։ Մենք օթում է հիմա վտանգավոր է։ Համբարձումյանն հիմա վտանգավոր դուրս եկավ իր տեղից, բայց կարողացավ հեռացնել գնդակը եւ վերջ Պալերմոն եզրափակում է 2-0 հաշվով հաղթեց Պալերմոն ի վերջո այս խաղում Մայնցին, ընդհանուր դիմակայության հաշիվն էլ 5-4 է։ Պալերմո Չելսի եզրափակիչ կտեսնենք փոքր լիգայի փուլում։ Այս խաղի համար այսքանն էինք պատրաստել, մնացեք մեզ հետ, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։